4 աղջիկների անվան հետ կապված դա է խորհրդանիշը Sister Tracy անվան խորհրդանիշը այն 4 աղջիկների համար սկսել եմ այս գործունեությունը իրանց համար որ լինի մի վայր որ ձևավորվել տեսնելով զգալով տարբեր աշխատանքներ նվիրվածություն, ստեղծագործություն լուր դաստիարակություն մի խոսքով կարող ես խոսել իրանց հետ բայց միաժամանակ անել մի բան, որը դրականապես կանդրադառնա իրանց ձևավորման, իրանց բնավորության ձևավորման մեջ շատ կարևոր հանգամանք է միջայլոց Ես Sister Tracy-ը որ սարքում էի ամենագլխավոր նախապայմաններից մեկը հենց դա է եղել որ միաժամանակ համ լինի դաստիարակչական նկատառում համ ստեղծագործական եւ ակամայից այդպես էլ եղավ գործնա ցույց տալիս սովորաբար ստեղծագործությունա ցույց տալիս որ ինչ է սովորաբար մտածում ինչ ասեմ մի ամբողջ կյանք 25 տարվա ժամանակահատվածում ինչ մտածել եմ, ինչ զգացել եմ, արտահայտվել եմ այս տեսքով։ Ինչ վերաբերում է հերթականությամբ, թե ոնց եմ արել, ինչը ոնց է ստեղծվել, դա բնականաբար տարիների ընթացքում տարիների ընթացքում է ձևավորվել այս ամենը։ Այն որ դու ապրում ես տնում մեծացնում ես երեխաներ, համատեղում ես, ամեն ինչը փորձում ես համատեղել, որ լինի օջախ, լինի ջերմ օջախ, լինի բակ, որ երեխաները խաղան, երեխաների դաստիարակության համար կարևոր նախապայմաններ են ամեն ինչը, ամեն դրական բան կարևոր նախապայման է երեխեքի համար և ոչ միայն երեխեքի, այլ ընդհանրապես միջավայրի համար ստեղծագործող մարդու համար իսկապես դժվար է արտահայտվել, հասկանում ես, հենց արտահայտվելը հենց քո գործն է, երբ որ մարդը տեսնում է գործը, աշխատանքը, այդ արդեն իր արտահայտումն է, հասկանում ես։ Երբ որ հույներ ենք ունենում, պահի տակ, որ ասենք հարցնում են տվյալ, ասենք աշխատանքը, սա ինչա, պահի տակ շատ հետաքրքիր ձևով լինում է, պահ որ կարողանում ես արտահայտվել, լինում են պահեր, որ արտահայտվում ես, բայց ասենք որ դնես ու ընդհանուր մի բանի մեջ այդ ամեն ինչը ամփոփես, դա մի տեսակ բացառվում է։ Հիմա ասենք օրինակ խոսենք human underneath-ի հետ կապված։ Դա իսկապես ինքը մի հատ երևույթ է։
մի բան, որը ուղարկում ես խոսքը թե եզերք, թե մարդկության, որ կարողանան իրանք հասկանան ինչքան կարևոր է փոխադարձ հարգանքը, մարդիկ ովքեր ապրել են, ստեղծագործել են, ձևավորել են իրանց հողում, իրենց ջրում, իրանց environment-ում ու ստեղծել են, դա կլինի կրոնի տեսքով, դա կլինի կուլտուրայի տեսքով, դա կլինի տարբեր իրենց անձնական մենտալիտետի, իրենց մենտալիտետի ձևավորման տեսքով պետք է հարգել այդ ամեն ինչը։ Չես կարող ինչ-որ մեկին, եթե դուր չի գալիս, դա ասես չէ, դա տես չի եղել, այս ձևա կամ այդ ձևա է, պետք է փոխել, ուրիշ ձևով մտածել, դա հակառակ ամեն ինչի, հակառակ գենետիկայի, մարդուն պետք է թողես ազատ, ոնց որ եղել է, այդ ձևով էլ ընդունես, հիմա ոնց որ ասես, ինչի կոպիտ օրինակ ասում, ասենք փիղը ինչի չի բանում, Սիբիրում ապրում, բայց ոչ թե Աֆրիկայում կամ Հնդկաստանում, ոնց կարող ես բանել, չէ, հակառակ բնությանն ես գնում։ Նրա համար նույն մարդկությունն է, իրաց մտածելակերպը, իրաց կրոնը, իրաց կուլտուրան, հասկանում եք, ես շատ դեմ եմ, որ այդ հողի վրա լինում են պատերազմներ, լինում են տարբերի կորուստներ եւ այլն։ Ոչ, պետք է ընդունել այդ human underneath-ի հենց նպատակը հենց դա է եղել, որ սարքել է, որ կգա մի ժամանակ իսկապես գեղեցիկ գործ է, որ պետք է բոլորը հասկանան, որ մարդիկ ծնվում են, երեխա ունեն նույն կառուցվածքը, արյունը, իրանց ամբողջ ընդհանուր իրանց նույնն են, ինչու ուղղակի չընդունել այն ինչը, որ իրենցն է և գնալ դեպի խաղաղություն, հարգել մեկնություն։ Ընթացքում այս իմ բացատրությունների ներքո կարելի է ցույց տալ, որ համոզվել ավելի համառոտ ձևով։ Նույնը մնացած գործերն, ասենք, սիսպրեսում ես ամփոփել եմ ամեն ինչ ամփոփել եմ, վերանշված թե կրոնի առումով, թե մարդկության, թե թեթևակի մեջ բերումներ քաղաքականության տեսքով, բոլորը ինչը տիրում է մեզ աշխարհում, ամփոփված է ստեղծեսով, ամեն ինչ կարող ես տեսնել, իսկապես բոլոր հարցերի պատասխանը կարող ես տեսնել։ Վերջի իմ աշխատանքներից մեկը երկուսը, մեկը հարփը, մեկը մեր մյուսը, որը կոչվում է անգլերենով Mystery in Illusion, այդ էլ շատ հետարքի գործա փիլիսոփայական ինչ-որ մի մոտեցում ամեն կարա յուրովի կալի, դա արդեն պետք է տեղում բացատրվի և նայվ այդ ամեն ինչը։ Ինչ վերաբերում է հարփը, որ սարքել եմ, դա համահունչ է Սիսիփրեսին, ինքը շատ սլացիկ, առաքինի, կանանցի, գեղեցիկ, ես կասեի գործիքների թագուհի, շատ խորհրդավոր տեսք ունի, իր հնչյունները, նամանավան որ ուսումնասիրելով այն, մինչև սարքելը հագին կարդացել եմ
3000 տարից ավելի պատմություն ունի ինքը մինչև այսօր հիացնում է իր հնչյուններով իր տեսքով եւ ընդհանրապես զայնը ինչը որ ես մյուս գործում եմ ես նոտաների ձևով ես արտահայտվել դա կապված է ընդհանուր շարժի հետ շարժը ընդհանրապես կյանքը ինչ է կյանքը շարժը ինքը հնչյուն է դա կլինի ինչ որ անում ես դա հնչյուն ինքը նոտա է շատ հետաքրքիր համատեղել եմ այդ ամեն ինչը այնտեղ այդ բոլորը պետք է տեսնվի ուղղակի իսկ ընդհանուր իմ աշխատանքը մոտավորապես 25 տարի կնի quarter century ես ուզում եմ որ այս գործը շատ կարևոր մասի որ լինի այն ինչ որ մի ճյուղ բանի մեջ արդի մեջ ինչ որ մի նոր խոսք որը դեռ չկա մտածված չի եւ կարծում եմ պետք է իր ուրույն տեղը գտնի արվեստի բնագավառում նկատի ունեմ բիտոնի եւ քարի արվեստ անկեղծ ասած չկա նմանատիպ ինչ-որ մի բան հա կամ փոքր ինչ-որ ֆորմաներով հանում են եւ ձևով ցույց տալիս բայց որ ձեռքով դա արվի ու ստեղծվի այդ գործերը չկա այս մասշտաբի տեսմաներ չկա պետք է անպայման տեղ տալ այդ ամեն ինչին եւ մենակ ընդանոց չի պայմանավորված մենակ բան չի որ ասենք հիմա մարդիկ քանդակում են գրանիտներ մարմարներ տարբեր տեսակի ասենք քարերի վրա դա շատ ողջունելի է եւ շատ հարկի է ես սիրում եմ հարգում եմ բայց ինչով է տարբերվում քանքրիտը որ ասենք եթե դու գրանիտի վրա աշխատում ես կամ քարի վրա աշխատում ես կարող ես գնալ հանգստանալ մի երկու օր կամ հիվանդանում ես բացակայես քո աշխատանքից կարող ես գալ նորից շարունակել բայց բիտոնի պարագայում դա պետք է շուտ կողմնորոշվել ամեն ինչը նախորդ նորից դիզայնաբան ամեն ինչը անել եւ 10-24 ժամ ընթացքում պետք է ամեն ինչը լուսված լինի դրանով պայմանավորված քանքրիտի արվեստը ես կասեի պետք է ուշադրություն դարձնել այս ամեն ինչը եւ կարծում եմ Sisters Press-ը այդ ճանապարհը կբացի կլինի այն առաջին concrete and stone park museum կարծում եմ այդ կատեգորիան ինքը կդառնա այդ կատեգորիայի godfather այդքան բան շատ ժամանակ չես կարող ասես ուղղակի երբ որ մտածում ես որ դու ոնց ես ուզում ամբողջացնես քո գործը ընդհանրապես բոլոր գործեր ունեն սկիզբ եւ ավարտ դա մենակ ստեղծագործողը կիմանա
տարիներ, այսքան տարի ինչ-որ ես մի բան որ սարքել եմ, ամեն անգամ գալացողները կգան ու կասեն տեղ մնաց, էլի ինչ-որ բան ունես անելու, չվերջացրեցիր, հասկանում ես, այդ խոսքերը միաժամանակ փուշ են ինձ համար, այսինքն ովքեր որ տեսնում են, որ չի ավարտված այս նկարը, հասկանում ես, ինքը պետք է ամբողջացնել, complete անել։ Հարփն էլ չի բացառվում, որ այդ գաղափարներից մեկի մեջ այրել, այսինքն պետք է մտածել, որ ոնց անել, որ սիսպլեսի սայլի կողքը լի միայն ինչը որ կարող է լրացնել ու մտածեցի հարփը հայերենով քնար ես միշտ սիրել եմ քնարը իր տեսքը իր այդ սլացիկ մարմինը կատարողները ինչ ասեմ չես կարող բացատրել ամենը չկարող ես զգա եւ այդ բոլոր զգացողությունը փոխանցեցին եւ կյանք տվեցի եւ կարծում եմ հաջողված եւ դիրքը եւ տեսքը այս քիչ վերաբերում է նվագողով այն աղջիկով որ նվագում է հարփը խորհրդանիշ է իր էությամբ այն որ ինքը հնչյուններն արտահայտում կյանքա տալիս հարփին եւ ինքը նույնպես որպես կին ես եթե նայեք եթե կնկատեք 3 ամսական իմ պատկերացումով եմ արել 3 ամսական ինքը հետ հղի կինա երիտասարդ որ նվագում է հարփը այսինքն ինքն երաժշտությունը հարփի հնչյունների կյանք տալիս եւ ինքն կյանք տվող էակ այդպես ես մտքերով տարված մտածել եմ ու ստեղծագործել արդյունքում ունենք այն ինչ որ ունենք գեղեցիկ ինչ-որ մի բան, որը իսկապես հիասմունք առաջացրել շատ բարձր։ Come on. Human underneath միտքը միանշանակ առաջ է եկել հազարավոր տարիների անախորժությունը մարդկության կապված կրոնների հետ միլիոնավոր մարդկանց զոհերի պատճառ դարձած միլիոնավոր տարիների ընթացքում, եթե ոչ միլիարդ այս ամբողջ տարի ընթացքում անհամաձայնություններ կապված հավատքի հետ իմ տեսանկյունից ելնելով դա ես միշտ ընդունել եմ շատ վատ ձևով, որ ոնց կարող է դա լինի, եթե կրոնը ինքը սրբություն է եւ սրբությունը կարող է պատճառ դառնալ միլիարդավոր մարդու զոհ, դա աբսուրդ է, եթե մենք բնական առարասներ ենք գիտակցություն ունենք կենդանիներից ինչու են տարբերվում, պետք է հարգենք մարդկանց, ես անգամներ նշել եմ, որ եթե մարդը ինքը
ծնունդն է ինչ-որ ռեգիոնի, ինչ-որ հողի, ինչ-որ ջրի, այնտեղ ձևավորված իրանց մենտալիտետը, իրանց կրոնը, իրանց ամեն ինչը պետք է մարդուն ընդունել, ոնց որ կա եւ հարգել, ոնց կարող ես դու այդ ռեգիոնից դուրս գաս ինչ-որ ուրիշ ռեգիոն եւ պարտադրես քո տեսակետը եւ կարողանաս ասել պետք է փոխվես, չփոխվես պետք է հանդիպես, դա մի խոսքով աբսուրդ ինչ-որ մի բան է, դրա համար ես կոչ եմ արի Human Anthem-ով դեռ ներկայացնելով ուրեմն ընդհանուր համառոտ ներկայացնում է Human Anthem-ի հետ կապված իրար ընդհանուր խորհուրդը ոնց որ ես նշեցի սրտերը ոխանշում մարդկանց կրոնները, որը իրաց սրտի մեջ է, դրա համար սիրտն անդրված կարմիրը մարդու արունն է, այս խողովակները ինքը մարդկանց անոթներն է, սիմվոլներն է, այս հինդուիզմ, բուդդիզմ, քրիստիանիզմ, մուսլիմ, ջուդիզմ բոլոր այստեղ են։ Կտրևի նման է, որ նայվի ամեն ինչը գերեվար։ Սա խորհրդանշում է կենտրոնական աշխարհը, սա խորհրդանշում է մարդկությունը, սերը գեղեցիկ քարեր կա ահագին, որը խորհրդանշում է բնությունը։ Սա դեպինը այս շղթաները այն մարդկանց է վերաբերվում, ովքեր որ իրանց էքստրիմները քաֆրը զոնում են և ես իրանց էլ եմ խորհուրդ տալիս, որ դուրս գան և միանան մնացածներին։ Իմաստը որն է, որ մարդը ծնվում է որպես բեբի, ունեն նույն կառուցվածքը, արունը, եռակները, ուղեղը, ամեն ինչը նույնն է։ Ինչու չգնանք խաղաղություն։ Խաղաղ լինենք, որովհետև իսկապես դարեր, հազարավոր տարիներ կրոնը միշտ եղել է պատճառ մարդկության զոհերի համար։ Հարգենք Մեկուսի կրոնը և ապրենք համերաշխ։ Սա է խորհրդանշում։ Human Anthem-ի այս կոչով այդ գեղեցկությունը կարծում եմ ինքը գեղեցիկ տեսք ունի, կարծում եմ ինքը սա Wi-Fi-ն է, դիմով Wi-Fi-ն սա է սիրտն է, հարտի սա աշխարհի հինգ ռասաներն են այդքան բան այդ ինչ կարծում է կապված ոչինչ ամեն մարդ յուրովի կարող է ընկալի այս գործը, այս աշխատանքը։ Դա իմ տարբերակն է եղել։ Մնացածը դու քո ձևով կընկալես, մեկ իր ձևով կընկալի, բայց արդյունքում շատ չի կարող շեղվի։ Վերջ, համերաշխություն։ Այդքան բան։ Այս հրաշք կոթով կոչվում է Mystery in Illusion։ Իրականությունը չէ, իրականությունը տեսիլքում։
իրականությունը տեսնում։ Այստեղ ամեն ինչ շատ բաներ ամփոփված, բայց գլխավոր գործոնը նոտան, այսինքն ես անգամներ ասացի, որ կյանքը ինքը շարժը ինքը հնչյունը ինքը նոտա է։ Okay, դրա համար նոտան եմ դրել այստեղ, դութակն եմ դրել այստեղ, դրել եմ տարբեր իրավիճակներում մարդը մտածելուց, մարդը կարդալուց, եւ այսպես շարունակ։ Bravo, my friend. Mystery in illusion. Mystery in illusion, չէ՞։ Դե չգիտեմ, ես ուղղակի փորձում եմ հայերենով ասել այն ինչ որ ես մտածել եմ, այն ինչ որ ես փորձել եմ արտադրել այն ինչ որ ես մտածել եմ, հասկանում եք։ Դրա համար շատ իրականություններ դա իրականություններ չի համարվում, հասկանում ես։ Դու ուզում ես դա լինի իրականություններ, բայց ինքը դառնում է տեսիլքի տեսքով։ Շատ դժվար է իսկապես բացատրել ամեն ինչը։ Որտեղ շատ լավ կլիներ, երբ որ ընդհանրապես քո պատկերացումները ինչ որ դու պատկերացնում ես դրական բնականաբար դրական առումով պատկերացումները որ կա եւ դա դառնա իրականություն, հասկանում ես, բայց ոչ բոլոր պատկերացումներն են դառնում իրականություն։ Հասկանում ես, շատ լավ կլիներ որ այդ հրաշ պատկերացումները դառնան իրականություն, բայց դե ցավոք սրտի չի լինի դա, չի լինում շատ ժամանակ։ Հենց դրա պատճառներից մեկն էլ հենց դա է, այն է, որ ես այդ սարքեսի դա, այդ փոքրիկ կոթողը, այդտեղ ամեն ինչ ամփոփված է, որ ինչը կարող է դրդապատճառ լինել չլինելու, ինչը կարող է դրդապատճառ լինել լինելու, հասկանում ես, բայց այդ հետևի մասում այդ ամեն ինչը այնտեղ ասում է, իսկ դիմացինը հենց ուղղակի ինչ-որ մի ներդաշնակ ինչ-որ մի բան, հասկանում ես, որը որ ես բացատրեցի ձայնը, հնչյունները, նոտաները, չգիտեմ ոնց բացատրել, ես գրել եմ, երևի կարդանք ավելի ճիշտ կլինի կամ անգլերենով ավելի լավ կլինի թարգմանել եւ ներկայացնել։ Ամեն դեպքում ամեն մարդ ընկալում է յուրովի։ Եթե ասեմ սա abstract կա արվեստի մեջ այդ խոսքը abstract ինքը հեղինակը շատ ժամանակ շատ դժվարանում է բացատրել, որ այդ abstract գործը իրականում ինչ է դա նշանակում, հասկանում ես, դժվար է բացատրել։ Գիտես մի հատ բան կա, շատ ժամանակ երբ որ պրոֆեսիոնալ տաղանդավոր մարդկանց հարցնում են դու կարող ես փոխանցել քո տաղանդը քո երեխային միանշանակ 100-ից 100-ը կպատասխանի չէ, չեմ կարող, որովհետև կամ բաներ դու չես կարող բացատրել քո երեխային, ինչքան էլ ցանկանալ չես կարող փոխանցել, որովհետև դա լրիվ
վերևից եկած ինչ-որ մի հատ սիգնալներ ա, որ դու կարողանում ես դու ինքդ ուզում ես շատ ժամանակ ինքդ մի հատ please մի հատ տնես քեզ խփես որ դա դուրս գա որ կարողանամ երախուս տամ հասկանում ես բայց դա յուրովի է դա անհատական է անհատականություն է այդպես լիներ կրկնություններ կլինեին շատ հարցերում շատ գործերում կրկնություններ կլինեն բայց չկա իրականության մեջ հա հիմա անում են կոմպյուտերային դիջիտալ ես ինչ դրա մասին չի խոսքը ընդհանրապես ընդհանրապես եմ ասում իրական գործողությունների մեջ իրական կյանքում դրա համար պետք է ընդունել այնպես ինչպես որ կա դու որպես ինչ-որ մեկը գեղեցկություն, ինչ-որ մեկը հաճելի ինչ-որ մի պատկեր, ինչ-որ մեկը փիլիսոփայություն, ինչ-որ մեկը մի գործում, տվյալ գործի ինչ-որ մի հատված, հասկանում ես, ամենակարևորը գիտես որն է, որ տվյալ գործից 10-ից 10-ը բավականություն ստանա, ինչ-որ մի ձևով բավականություն ստանա, հասկանում ես, բայց կլինեն մարդիկ, որ իրաց երևակայությունը այնքան ուժեղ է, որ կարող է հեղինակին, ով որ ստեղծում է, հեղինակին այնպես մի բաներ ասի, որ ինքը հեղինակը զարմանա դրանով, հասկանում ես, եւ ընդունի դա, accept անի, եւ հպարտորեն accept անի եւ գրկախառնի մի տվյալ մարդու հետ։ Հասկանում ես, այդպես բաներ կարող լինի։ Դրա համար այդ ստեղծագործությունները գնում ես թանգարանները նայում ես հիանում ես հիմա թանգարան գնացողներից միլիոնավոր մարդիկ են մեր թանգարան միլիոնավոր մարդիկ ամեն մեկը անհատական կարծիք ունի անհատական մոտեցումներ ունի տվյալ գործի նկատմամբ շրջանակներում հասկանում ես դրա համար մարդը դաժե անցնում է հենց այնքան որ լսել է որ այս գործը շատ լավ է բայց գնա մի հատ նայի մի հատ հասկանա հասկանում ես հենց չի որ հենց լսելու դե շատ չնչին մասա կազմում որտեղ թանգարան մտողները բնականաբար հիմնականում բան ճիշտ այդ ասպարեզում կարող մարդիկ են Wagen nein. Is that? Hi. Ready to not see it? Ես գիտես ինչ պատիվ ախո կենթանության դոլոք։ Լավ դրեմ ընտրեք։